Ճիշտ են արել, որ մեզ կոտորել են։ Այս հաուզում ասի, ես ով իշխանություն պոռնիկի տղեն։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարելույս սիրելի ժողովուրդ, այսօր փետրվարի 15-ն է մեզ մոտ։ Ես ուզում եմ այսօր խոսում եմ ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը։ Ես ուզում եմ այսօր մի փոքր այսպես ասած դասախոսություն կարդամ Հայաստան գրքից, որը տպագրվել է 1969 թվականին, հեղինակներ Ասլանյան, Բաղդասարյան, Դուլյան եւ Վալեսյան։ Որովհետև այսօր մեր դպրոցներում Հայաստանի մասին տրամադրվող գիտելիքները հավասար են զրոյի, քաղաքական գործիչները բացարձակ գիտելիք չունեն Հայաստանի մասին, ինչ էլ որ ունեն, այսպես ասած, լռում են, իսկ փոխարենը թրքահպատակ Հայաստանի կառավարությունը շարունակում է թելել Ադրբեջանի հորինված Հայաստանի մասին պատմությունները։ Ադրբեջանը ինչ ասում, չի ասում, սրանք չեն արձագանքում, բնականաբար փողով է կարել, որտեղից պիտի արձագանքեն։ Երբ որ գնում ես մատնավաճառի, փողը տալիս ես, դա ինչ ուզում անում ես։ Նույնը հիմա ստեղավ։ Ես ուզում եմ, որ ինձ ուշադիր լսեն մեր դպրոցականները եւ ուսանողները եւ մաքսիմալ այս գրքի հատվածը տարածվի որպես, այսպես ասած, գիտելիքի մի մաս մեր այս ապագա սերնդի համար։ Եվ այսպես ընթերցում եմ սովետական միության ժամանակ հրատարակված գրքից, որովհետև կոմունիստները վատ էին, անկախ Հայաստանը լավն էր։ Եվ այսպես սովետական Հայաստանը շատ փոքր է, բայց իր բնական պայմանների բազմազանությամբ եւ տնտեսական ու մշակութային կյանքի բազմաբովանդակ բնույթով չի զիջում շատ ու շատ մեծ երկրների։ Սովետական Հայաստանը գտնվում է մեր տարեվադարձային գոտում, այսինքն աշխարհագրական նույն լայնության վրա, ինչ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը։ Այդ պատճառով նրա կլիմայի ամենաբնորոշ գիծն է արեգակնային ճառագայթման լարվածության մեծ ուժն ու առատությունը։ Հին քարտեզներում Հայաստանը տարածված է Կասպից ծովից մինչև Սև եւ Միջերկրական ծովերը, սակայն նրա հիմնական կորիզը հայկական բարձրավանդակն է։ Լեռների այդ երկիրը, որը առաջավոր այս թեմի մի մասն է, մեկն է մարդկային քաղաքակրթության ծագման համաշխարհային օջախներից։ Այդ տերիտորիայում հազարավոր եւ հարյուրավոր տարիների ընթացքում զարգացել է հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթը, տալով ճարտարապետության, գրականության, նկարչության, երաժշտության, հոյակապ ստեղծագործություններ։ Նորից եմ կրկնում, հին քարտեզներում Հայաստանը տարածված է Կասպից ծովից մինչև Սև եւ Միջերկրական ծովերը։ Հին ժողովուրդն իր պետականությամբ, նյութական եւ հոգեվոր մշակույթով պատմական ասպարեզ իջավ հնագույն ժամանակներից եւ իր ավանդը ներդրեց համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Սակայն արդեն 14-րդ դարում Հայաստանը դադարեց գոյություն ունենալ իբրև անկախ կենտրոնացված պետություն։ Ինքնուրույն պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների հաճախակի արշավանքներն ու ասպատակությունները, օսմանյան ու պակական բազմատարյան բռնակալությունը ժողովրդին հասրին ֆիզիկական բնաջնջման եզրին։ Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մեկնիշ փակվելու է այդ հին կուլտուրական ժողովրդի պատմության մատյանը, սակայն գտնվեց մի ուժ, որը կարողացավ կասեցնել իրադարձությունների անխուսափելի թվացող ընթացքը եւ նորից կյանքի կոչել կործանվող ժողովրդին։ Այդ ուժը հեղափոխական ռուս պրոլետարիատն էր, որը Ռուսաստանում նվաճեց իշխանությունը եւ օկուպացիան ձեռք մեկնեց նախկին ռուսական կայսրության ճնշված ժողովուրդներին։ Այդ ուժը սովետական իշխանությունն էր, որը հաղթանակեց նաեւ Հայաստանում։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին դաշնակցական կառավարության տապալման եւ բանվորների եւ գյուղացիների իշխանության հաստատման հետևանքով պատմական Հայաստանի մի փոքր հատվածում կազմակերպվեց հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Այն ժամանակ դա թվով 5-րդ սուվերեն սոցիալիստական պետությունն էր։ Հետագայում, ինչպես նշվում է հայկական սոցիալ սահմանադրություն հիմնական օրենքը, տնտեսական եւ քաղաքական, ինչպես նաեւ պաշտպանության գծով փոխադարձ օգնություն իրագործելու նպատակով հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը կամավոր կերպով միավորվեց իրավահավասար սովետական սոցիալիստական հանրապետությունների հետ կազմելով միութենական պետություն, սովետական սոցիալիստական հանրապետությունների միություն։ Պատմության մեջ քիչ են այնպիսի օրինակներ, երբ կործանման եզրին հասավ աննական
ու կողոպտված ժողովուրդն իր մեջ ուժ է գտել վերածնվելու, նոր կյանք կառուցելու համար, հեմելով սոցիալիստական հեղափոխության ստեղծած հասարակական նոր հիմքի եւ սովետական ժողովուրդների աշխարհախնդիր եղբայրական օգուտության վրա հայ ժողովուրդը հասավ տնտեսական եւ մշակութային բուրըն ցակման։ Հայկական սոցիալում բնակվում է 2.310.000 մարդ, սա 1967 թվականի դրությամբ, հիմա տվերը նորից նույն է, փոխանակ աճի մեկ նորից իջանք 1967 թվականի մակարդակին։ Եթե թվարկենք արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքների այն բոլոր տեսակները, որոնք հանրապետության էկոնոմիկայում առաջատար դեր խաղալով հանդերձ գալի բաժին ունեն, նաև միութենական արտադրության մեջ, ապա կստացվի շատ մեծ ցուցակ։ Այն ընդգրկում է ինչպես տարածված, այնպես էլ եզակի ապրանքներ ու իրեր։ Նշենք նրանցից առավել բնորոշները՝ մոլիբդեն, պղից, սինթետիկ կաուչուկ, զանազան սինթետիկ խժեր եւ լատեքսներ, անվադողեր, կալցիումի կարբիդ ու ցիանամիդ, մելամին, ծծմբացթու, արհեստական ալմաս, տեխնիկական քարեր, շարժական էլեկտրակայաններ, գեներատորներ, ուժային տրանսֆորմատորներ, էլեկտրաշարժիչներ, կաբելային իրեր, այս ամենը արտադրվել է Հայաստանում։ Հիմա ինչ է արտադրվում Հայաստանում։ Ոտերը սա արտադրվում։ Ասում ենք առաջ, հայերն իրենց ավանդն են ներմուծում բազմաց սովետական միության մշակույթի մեջ։ Սովետական Հայաստան այժմ գիտության, պոեզիա եւ երաժշտության երկիր է։ Հանրապետության գիտական նվաճումները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ Հազար մարդուն այստեղ բաժին են ընկնում։ Տասնապատիկ ավելի ուսանող, հարյուրապատիկ ավելի գիք, քան մերձավոր արևելքի երկրներում, ոչ պակաս քան ցանկացած առաջավոր կապիտալիստական երկրում։ Հայաստանի երաժշտությունը, կերպարվեստի գործերն այժմ հաճախակի հյուրեր են աշխարհի շատ մայրաքաղաքների համերգային սրաներում, միջազգային ցուցահանդեսներում։ Սա խոսում եմ ես 60-ական թվերի մասին։ Դաշը կավե սալի վրա փորագրված բաբելոնյան աստղաձև քարտեզը հնագույններից մեկն է աշխարհում 5-րդ դաշ մեր թվարկությունից առաջ։ Նրանում պատկերված 6 երկրներից մեկը Հայաստանն է։ Հələ տեսեք որ թվից։ Հայերի ցակումը հետևելով ազգային ավանդույթներին Մովսես Խոյնացին կապում է Նոյի ծառերից մեկի Հայր Ջուցազնի անվան հետ։ Այստեղ չեք մանրանում, այսպես ասած ջուսաբանության մեջ անցնենք առաջ։ Փոքր Ասիայում հետիցերի պետության խաչուշաշ մայրաքաղաքի պեղումների ժամանակ բազմաթիվ արձանագրություններից մեկում հայտնաբերված է նույնպես մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում կազմված մի տարեգրություն։ Դա մեզ հասած առաջին աղբյուրն է, որտեղ հիշատակվում է Հայաստան երկիրը։ Այդ երկրի ժողովուրդը հայացները հանդիսացել են հայերի անմիջական նախնիները, որոնց անունից էլ, ինչպես ենթադրում է մի շարք գիտնականներ, առաջացել է մեր ժողովրդի ինքնանվանումը՝ հայ։ Պատմության մեջ առաջին անգամ Արմենիա անունը հանդիպում է պարսից Դարե Վշտապ թագավորի մեր թվարկությունից առաջ 521 թվականի արձանագրության մեջ, որը գտնվել է Քերմանշահ քաղաքի մոտ Սումի ժայռի վրա եւ գրված է 3 լեզուներով։ Հին պարսկերենում Հայաստանը կոչվում է Արմենիա, էլամերեն տեքստում Արմինիա, իսկ բաբելոնականում Ուրաշտու։ Ուրեմն հենց Խանձարուրից էլ մեր երկիրը հանդես է գալիս տարբեր անուններով։ Հայոց լեզուն կամ հայերենը եվրոպական լեզվախմբի մի առանձին ճյուղ է։ Մի րոպե ասենք առաջ։ Իր գոյության սկզբից եւ հայկական պետությունը հարկադրված էր հանուն անկախության անընդհատ պայքար մղել ընդդեմ Մեդադոս թագավորության Արքեմենյան Պարսկաստանի եւ հունա-մակեդոնական նվաճողների։ Մեր թվարկությունից առաջ 4 տարի երկրորդ կեսին Հայաստանը վերականգնեց իր պետականությունը, թեպետ ժամանակավորապես։ 190 թվականին մեր թվարկությունից առաջ օգտվելով սևելակների թուլացումից հենց նրանց սատրապներից երկուսը հայ իշխաներ Արտաշեսն ու Զարերը իրենց շուրջը համախմբելով ժողովրդին ապստամբեցին եւ Հայաստանը հայտարարեցին անկախ։ Այսպես են մեզ կրթել սովետական, այսպես ասած, դպրոցում, խորհրդային միությունում, ասելով, որ մենք ով ենք, ինչացու ենք, որ Արարատը, որ Արագասը, որ Վանալիչը, Վանը, Էրզրումը, Մուսը, Զեյթունը բոլորը եղել են հայկական։
Հետո 1403 թվականից հետո բոզի տղա թուրքերը գալով գրավել են, կտրտել են, բաժանել են Պարսկաստանի մեջ։ Իսկ այսօր է իշխանությունը։ Էլ ասում մենք հենց պիտի բարձենք, թե ցեղասպանություն խիլա։ Մենք մեղավոր էինք, որ մեզ կոտորեցին։ Այն հաղի կնանիք, այն մակահասակ երեխեքը մեղավոր էին, որ իրենց կոտորեցին։ Մեղավոր էին, որ ասում են սա մեր հողն է, մենք ուզում ենք մեր հողի վրա ապրենք թուրքեր, մեզ հանգիստ թողեք։ Ոչ, պիտի կոտորվեք։ Ճիշտ են արել, որ մեզ կոտորել են։ Այս հաուզում ասի այսօր իշխանություն պորրեկի տղեն։ Ու նույնիսկ էլ ասում է հələ որ ես վերարտադրվա 2026 թվականից հետո։ Вообще ավելի ինտիրալնելու։ Փոզի տղա, եկած չեկած Նիկոլ Փաշինյան մորը ծծծնեն։ Երկրի հերը անիծեցիչ, Ղարաբաղը տվիշ, էսա խողերը տվիշ, թուրքերին բերի լցիր Հայաստան, շիրելես պրախապնոյ դվոր։ Ոչ մի ընդդիմադիր ուժ իրեն էսպես հայտարարած ընդդիմադիր, այսօր կոտեմը չի ելում, չի կայնում, չի խոսում։ Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, այդ մարդիկ, որ այսօր դες առաջադրվել են շնից շատ, ուզում են դառնալ բնավարչապետ, այդ մարդիկ մի հատ հարցի կարող են պատասխանել, Արցախը ումն է։ Ումն է Արցախը։ Իրանք մի հարցի կարող են պատասխանել, այդ միջանցքը պիտի լինի թե ոչ։ Թուրքերը պիտի գնան առանց պասպորտ կոնտրոլ։ Ես ինքս չգիտեմ, որ առանց պասպորտ կոնտրոլ մտնես ու դուրս գաս։ Բայց բան գոյություն չունի։ Անտեր ասում բանը իսկուսственный ինտելեկտ կբերենք դնենք սահմանի վրա, որ Թուրքիա, Ադրբեջանի քաղաքացին հայ պարագանիչը կչտենա։ Ես ուզում հասկանամ, ու ոչ մեկ պարլամենտում նստածները այսօր են ռոբա սերժականները չեն հարցակեն, ասեն այսինչ երկիրած մորը տուննա, որ ոնց որ քո կնգամոտ էին գալի մտնեմ շինեմ բերանը թաթխմ հլը մետամ, նույնը դու ուզում ես անես տեղ, ու ես ժողովուրդը դեն չի հանել։ Այս շագանջումա քնած, կասիտակա, դոզիտակա չեք կարող հասկանալ։ Ու հերմետ եմ ասում սահմանադրությամբ Ռուսաստանի քաղաքացին իրավունք չունի առաջադրվելու։ Կողեմ այդ սահմանադրությունը ես առաջադրվելու եմ էնել ոնց։ Երբ որ ձեզ պետք է սահմանադրություն եք խաղացնում, երբ որ ձեզ պետք է սահմանադրությունը չկա, այդ դույս սահմանադրությունը, որը ապօրինաբար ընդունեց Սերժ Ռոբիկը, այդ դույս սահմանադրությունն ասում է Արարատ բարից հրաժարվեք, այդ դույս սահմանադրությունն ասում է գերբից հեռացեք Արարատը, այդ դույս սահմանադրությունն ասում է եկեղեցին բռնաբարեք, այդ դույս սահմանադրությունն ասում է Արցախը տվեք թուրքերին, որ եկալակ տվեք։ Ու հիմա վախը մեկ անգամ Արցախ բռնաբարեք։ Այդ դույս սահմանադրությունը ասում է հնդիկներին, չինացիներին, բերեք Երևանի քաղաքապետ ինտրուսիաներին, Սերժի գրած օրենքով կարան քաղաքապետ ընտրեն, բայց վարչապետ ոչ։ Այդ դույս սահմանադրության, որ ասում եք Վարդան Ղուկասյանը բանը ՌՏ քաղաքացիա իրավունք ունի առաջադրվելու, բայց Վարդան Ղուկասյանի որ իրավունք ունի, ինչ ես ուզում բերես Հայաստան Վարդան Ղուկասյանին։ Ինչի՞ Վարդան Ղուկասյանին Ինտերպոլով հետախուզում հայտարարում ասում են, նա իմ քաղաքացին է, Ինտերպոլ բռնի, Ինտերպոլն էլ դրեց Աննա Վարդապետյանի մոտ ծերի արանքը։ Հարց եմ ուզում տալ։ Այսինքն երբես կա սահմանադրությունը հիշում եք, երբես չի սահմանադրությունը չեք հիշում բոզի տղեք։ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է, գրացեք դա կապ չունի, եւ Վարդան Ղուկասյանը ունի իր բանապալանը ինչը անելու ձեր հետ։ Եվ որ դուք փորձեք կեղծել ընտրությունները, ապա կլինի հեղափոխություն։ Եվ այդ հեղափոխությունը կլինի բանվորը գյուղացիական, կլինի կոմունիստական, կլինի սոցիալիստական, կլինի չգիտեմ ինչական, բայց այդ հեղափոխությունը լինելու է։ Նիկոլ Փաշինյանը ու Յացաֆետ չեն վերարտադրվելու։ Եվ եթե քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք որ ռեալ ընդդիմադիր են, կան մարդիկ, որոնք որ հասկանում են, որ թուրքերը պիտի գան մտեն Հայաստան, իրանց մորը շինեն, քվորը շինեն, կնգան շինեն, մյուսին շինեն, եւ վերջո իրանց շինեն։ Այն նույնն է Լիժնիկը, նույնն է այդ Լիժնիկի ֆեդերացիայի նախագահան եւ մյուսները, որոնք գիտակցում են ուր է այս մարդը եկել տանը, պիտի հասկանա այն մարդ միայն հեղափոխություն ուրեմն, որովհետեւ այդ նույն քաղաքակիրթ Եվրոպան այսօր հանգիստ ասացեք Հայաստանին, ինչ ուզում եք արեք։ Քրիստոնյա ժողովրդին դրանց բռնաբարում են, քրիստոնյա աշխարհը լռում է։ You have 1 minute left. Ու ինչ ալինելու սրա բանվերսի, ես չգիտեմ, ես լրողը չեմ։ Եվ մանավանդ Ռուբեն Վարդանյան աշխից բարձրացա, որ ադրբեջանական բատում գտնվելով ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ես էլ եմ ասում Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Սիրելի ուսանողներ, մենք ապրել ենք ստեղ ու պիտի ապրենք, այս հող ու ջուրը մեզն է։ Ապակա սերունդ, այս հող ու ջուրը մեզն է։ Ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ ինչ որ Նիկոլա Ռոբա սերժական բորրեկի ծնունդներ
թուրքերին բերելցեն մեր երկիրը ու հետո դնել սաղին ծխցնեն։ Խոսում էր ամենահայոց Վարդան Ղուկասյանը։ Տարածեք։